Հետևորդներ, բարի օր, բարի կեսօր։ Ուզում եմ ճաշեպեմ, չի ստացվում։ Այս սոխառածը անջատեցի, որ չվառվի, լավ անջատեմ, մուշ լինի, քանց թե վառեմ։ Առավոտից գործեր, պատվերներ, հեռախոսին պատասխանել, մեսենջերով գրածներին պատասխանել, հազիվ խալված ժամանակ եմ գտել։ Գնացինք, ուրեմն ես ճաշեպեմ, սոխառածը եղավ, չհասցրեցի պղպեղել լցնել։ Այ մարդ։ Հեսա, այս տոմատը վերջինն էր, տենց մի քիչ ջրով անեմ լցնեմ։ Հետևորդներ ջան, հեսա հողամաս գնալու ժամանակն է գալիս, ժամանակ չեղավ, ճաշեպեմ, հաց ուտեմ։ Հիմա կասեք, ես ինչ խառն ես, սթից ես անում, բայց ոչ հավատացեք հետևորդներ, չեմ հասցնում։ Այս արագ կտրատեմ, հա Լիլիթ։ Լիլիթ, չեմ կարում ես ճաշեպեմ։ Արի էփի, դուռ փակի արի։ Չեմ հասցնում ճաշեպեմ, Լիլիթ, արի էփի։ Ես էլ չեմ կարող։ Արի շուտվանից կանենք։ Հավի թև եմ խաշել, մակարոնով ջրալի ճաշ եմ պատրաստում։ Չեմ սարքել գիշերը։ Ես գիտեմ, դու հավի կրծքամսով ինչ ես սարքել։ Լավ, կրծքամիս։ Հա։ Մի խոսքով տենց գնաց դիրետի գնա, հələ դիր։ Գնացել եմ խանութ, պատվերները տարա, գնացի խանութ, գնումներ արեցի, դե յուղը վերջացել էր, հետևորդներ, մի խոսքով տենց, հիմա էլ ես ճաշը գոնե արագ պատրաստեմ։ Կարտոֆիլն է լվացի։ Արագ կոֆե խմվեց այստեղ։ Հողամաս գնանք, 1000 գործ, 1000 բան, հետևորդներ, 1000 ու մի բաներ։ Տենանք ոնց է։ Լավ է։ Այս կացայի մեջ էլ 1000 հատ բան գտալ մցրեցի։ Մարդկա ասում է շոքին չի լինում ջրալի ճաշ ուտել, բայց դե մեր մոտ էլ հակառակն է, Աշոտը սիրում է տենց ջրալի ճաշեր, Լիլիթն էլ է սիրում էս մակարոնով ճաշը։ Այսպես։ Թող եռա մակարոնն էլ լցնեմ։ Մի քիչ լցնում ես,
Էպվեց արդեն շատանում է, ուռում։ Այ, ոնց որ թե հասցրեցի։ Ամեն ինչ լցրեցի կաթսայի մեջ։ Այս ջուրը քիչ է։ Այն ոնց են ասում գլխեցի, այսինքն գործը գլուխ բերեցի, լցրեցի, մնաց մի քիչ էլ ջուր լցնեմ ու թողեմ եռա, արգանակը չեմ լցնում։ Վայ, ես չեմ հասկանում, այս ճանջերը ինչ են ուզում, հետևորդներ տան գործերը կիսատ պռատ արեցի ու վազում եմ հողամաս, ամբողջ օրը վազքի մեջ եմ, վազքի մեջ, վազի էս կողմ, վազի են կողմ, վազի ստեղ, վազի ինտեղ, 100 հոգու հետ խոսա, լեզու գտիր, մի խոսքով էսա, չգիտեմ, հոգնում եմ, այն մեկ գալիս է ուզում եմ հանգիստ մնամ, շատ եմ հոգնում, չարչարվում, չնայած բոլորիս մոտ էլ այդպես է, ամեն մարդ իր գործը գտել է, իր աշխատանքը, իր զբաղմունքը, մինչև չչարչարվես, չի լինի, հեշտ բան չկա այս կյանքում, հայ էլ ասել եմ ու կասեմ հետևորդներ ջան, շոք անել արագ եկա, ասի 2 րոպեից ծառի տակ կանգնեմ, հովանամ, ինչպես տեսնում եք մենակ եմ գնում հողամաս, տարածքներում էլի մարդ չկա, մենակ թե այն անտերմկները ջուրը բացած չլինեն, ջուրը որ բացած լինեն, ջուր չի լինի, ես էլ հիմնականը գնում եմ ջուր անեմ, ջուր պիտի անեմ, բանել, բանջարեղեն է կքաղեմ, հիմա բամյան կա, վարունգը կա, կաբաշկան կա, ես չի որ չեմ քաղելու, պամիդոր կլինի, մի խոսքով նույն բաները, նույն գործերը, էլ նոր ամեն օր, դուք էլ ամեն օր ինձ դիտում եք ու լայքում եք, չմոռանաք, ես վայքում եմ, դուք լայքեք, հետևորդներ ջան, երևի ձմեռը դրա համար է, որ մարդիկ հանգստանան, ուժ հավաքեն, որ նորից նոր գործեր անեն, ինչ ասեմ, բոլորիս գործերին էլ հաջողություն, քամի ալավա, հովա, անպատծան, սենց, ես 2 օրն էլ մեկ վաղը մնաց, վաղն էլ ամբողջ գործերս անեմ, որ ամսի 7-ին մերի ծննդյան օրն է, տեսնեմ կամ ես կգնամ, կամ մերին կգա, տեսնենք ոնց ենք որոշում, մերի ծննդյան օրն է, պարտադիր կնշենք, չեմ անում, մերին կգա, թե ես ու Լիլիթը կգնանք, ոնց հարմար լինի, ոնց անենք, դրա համար այս 2 օրը գեր լարված աշխատում եմ, որ հասցնեմ գնամ, ոչ սառը ջուր վերցրել եմ, հետևորդներ են, որ չեմ ուզում գնամ, հլը սենց բան չէր եղել, որ ես գամ կանգնեմ ես ծառի տակ ու չուզենամ առաջ գնամ, չգիտեմ ինչի, դե գնացի, տեսակ անպատել է, հետևորդներ, բայց ամպ չկա, հովա, մի խոսքով չգիտեմ, հովա, լռություն, դադամ,
Ինձ թվում է ջուրանոկ չի լինի, Ամալյան առավոտ շուտ է եկել, համել որ իրար հետ էլ գանք, չենք կարա միևնույն ժամանակ ջուր անենք, որովհետև ջուրը քիչ է, ասում են էլի, Ամալյան ասում է էլի մկները բացել էին, գնացե կապել են, քիչ է, հիմա ես ինչ իմանամ, գնամ, ջուրը կլինի, թե ոչ, թե չի լինի, հետ էլ կա, Իզուր տեղը էլ չգորամ ջուրանող, գիտեմ ջուրանող չկա, ես կենթանիներին դադարգյուն չանեմ, ձենս գցեմ ստե, լուրը ոչ գնամ։ Բայց դե առավոտ շուտ մեքենա եկել է այստեղ, նես չի որ չի եկել։ Ախիս ինչ է, ինչ լոբ ու փայտեր են։ Լոբիներին է պետք է կտրենք տանք, բայց դոր կտրենք։ Դոր կտրենք տանք չգիտեմ։ Այս առուն չի ցամաքել, ջուր կա, բայց դե ջուրը հեսա կտենանք, յա կլինի, յա չի լինի։ Հասա։ Կոչողոկները կչկչում են, ես ինչ խաբարա, ինչա, լավ լուռա, մի օր չենք եկե, արդեն թել են տվե, դե որտեղից ճարենք փայտ, հիմա սրանց փայտ, որտեղից ճարենք, Կամյաները դե վրաները կան, եսի նայեք իչքան ամնաց է մեծ սերմացու, ջուր, հլեմ ջուրը կապեմ, բահահո ներքևը չեր, չէ բահա վերևն է, շուտով ես արևածաղիկն է կհասունանա, ու ծիտիկները չեն տարե, չէ, ջուրը կա, նայեք ծնցղալ են, եկել է, սե շարած պատը չորացել է, ջուր, ինչև տնենք ստեղ թող հալվի, քշմշը, քշ, չէ լավ էլ ջուր կա, այս դես ծառը էլի եկավ, պարկավ,
Այս անգամ լավ էլ ուժեղ է, լավ էլ շատացրել են, տեսա արագ կջրեմ, բախտս բերեց, դե այս ջուրը եկավ, այս զայնը լավ է, մի կողմից լավ է, մի կողմից վատ է, ասեք ինչի, վատը ինա, որ ուրիշ կողմնակի ձայներ չեմ լսի, չեմ իմանա ինչա կատարվում շուրջս, լավն էլ ենա, որ միամիտ եմ լինելու էլի, ենքան շատ է, որ արդեն կիսվեց, այստեղից սենց բացենք, թող գնա, ես ինչ լավ շատ ջուր է, համ ես խաղողներն է ջրվում, համ էլ են, մի անգամից եկավ ուղեղ դեղցի տակ, դե էլ չեմ բացի, թող դեղցն էլ տես ծաղիկներով ջրվի, նոր տեսնեմ ինչ եմ անում, մեկ շնչի ջրվեց, բա լավ չի, իհարկե լավ է, ջուրը այսպես շատ պիտի լինի, հիմա էլ հերթով լոբիներով ջրվի, սրանք կջրեմ տենաս այս բազուկները, սպանախը ծլել է, լավ է, սպանախ եմ ցանը ծլել է, գոնե գնամ նստեմ այս հովը, ջուրը շատ է, չեմ հասցնի, փոխեմ, համե վարունգ քաղեմ, ավելի լավ է մի անգամից ջրեմ, հետո քաղեմ, մի կորքին, այտենց թող ջրվի, են ոնց են ասում լլվի, լավ, թող գնա ջրվի, հետևորդներ ես սոխերն եմ ջրում, մի քիչ սոխերի մեջ խոտ կա, բայց դե այստեղ տեսեք, այսենց գլուխներ են գցե, այսքան, բայց դե մեծանալու շատ տեղ ունի, այսքան կլոր կա, աշի պես մատով ստուգում եմ, հիմա ինչ կլինի, բայց դե կա, կարևորը գցել է, եղանակը հովա, ամպեց, միգուցե անձրև գա, ջուրը շատ է այսօր, շատ, այն օրվանից շատ է, ոնց շատ չի, դու ջրի ես այդ համ վարունգ բան քաղեմ, պամիդոր, բեդրոնները վերևն է, չէ, հետևորդներ, վարունգը հավաքեցի, այս դույլը ազատեմ, դցնեմ այստեղ, դույլը ազատեմ, որ պամիդոր հավաքեմ, ներքևը էլի վարունգ կա, և իհարկե վերջում էլ այդ խթամթան կդնեմ վրան, հիմա գնամ պամիդոր հավաքեմ, Իսրան կարևը վառել է, չի կարմրելու, տանը ավելի լավ կկարմրի, մարինատի լոլիկներն են,
ինչա։ Եսի իսկական Լիլիթի սիրած լոլիկն է։ Այ, ստա ջրվել, հա։ Հետևորդներ, պամիդորները նայում եմ, ամբողջը կերած է, թռչունները կերել էին, տեսեք, ես ասեմ էտ կաչաղակներն չեն հավաքվել, լիքը պամիդոր կար, ինչ էր, էտ էր պակաս, էտ էլ ու վերջ, մի հատ պամիդոր չեն թողի, դադա մշեցին, այ քեզ բան, հիմա էլ այն օրը տենց չէր, հա, 2 օր առաջ, հիմա էլ իշքան պամիդոր կա, ծակեն ուտեն, չարչարանքներս գնա կորի, տարին մի բան լինում է, ծել ասեմ, շատ էր պամիդորը, ինչա կչած է, դու մի ասա կերել են, ուվ, հոբիներին պայտ, տեսար ոնց են լարերն էլ է խարնով է, գնանք ենի կտրենք բերենք, ընչի, ջրած ավել լավ այլ, են պոչինը կարաս տաս, էսի կարաս տաս, Էթանք հովա, ես է ով, բվորդից կտրե, տեսել ես իշքան երկար, Աշոտ կոֆե չդրենք, կոֆե չդրենք, խմենք, կարող է սրա տակը այլ մոլորակայինները լեն էլի, մի հատ ասանազոզ գուշ, էսի բարձացրու, սենց արա, անցած անգամ այլ մոլորակայիններ կային, այս անգամ ոնց որ թե չկա, այս անգամ բախտս վերես չկա, հիմա էլ դարդանենք պամիդորներն ինչ են ուտում, հաստատ անձրև է գալու, հաստատ, կապաշկա կաղեն, այսօր լավ ալը մի քիչ ջուրը շատ է, բայց այդ մաստերանք, Որտ է, հա, ստե, էսյանը, հա, Այն մյուսի վրա չկար, նայիր, այն, ստեղ է կա գամ, թե չկա, թե կա, Քանես է դնամ ընդ է, տեսար արդեն մեծաց է գույնը ուզում ափոխի, ջրեցի, երեկվա վրա մեծացել է, այսօր էլ լավ ջրեցի, դինենք ստեղ ինչ կա, դեղնավ թափավ գիլասի տերևները,
Դե բոլակ կպնեկել։ Ասել սենց։ Ուր է կնգնում է։ Սրանք առանձին դնեմ նուրբ են էլի, չխառնվեն։ Ինչ ես խփում հանում, Թոմնը։ Այսքան տեղը լավ կանաչ։ Մնացին լես ծաղիկի քոլը։ Ուրա դրավլա։ Հեսա կծաղկի են։ Կկոկոմի կծաղկի։ Կոկոմի։ Այնա կբացվեն։ Սա։ Բարեխները չթողա, նայ թարխուն մի հանի, արդեն այնա թարխունի քյոլը չհանես։ Թարխունը չհանես։ Ինչ ծենով գալ։ Իքար են ծենում, լսում գիտես չէ։ Ոնց որ ճուր ջարդվի։ Հələ ջրի ձենը կտրի։ Ասու։ Ուրա։ Սպասի։ Ոյ քեսի բոն։ Հա։ Այնո։ Իսո։ Օրչը հետևորդներ։ Օշոտ, օրի։ Այնո։ Ուրա։ Ճուղը ջարդում է, հելենք վերով է թանք։ Հել։ Նայեք ոնց հա ճուղերը ջարդում, ես պետի հետ ձենը լսեցի, հետևորդներ, պետի ձայնը, այս հատվածն է։ Ջուր եմ հանում, ասում եմ, հոշոտենից ձենա գալի, հաշոտենից ձենա գալի ու են այդ հատվածն է։ Տենաս չի գա բաց տեղ։ Հլը ջարդում է, հա։ Նայ, աշոտ, ոնց է ջարդում։ Չէ։ Ինչի։ Չի հլնում։ Նայ, ճուղը ոնց է կոտրում։ Ոնց է իրար տալի ճուղը։ Կամ էլ ինչ-որ մեկը մեզ վախցնելու համար է եկե։ Չի երևում է։ Երևում, նայ, ճղերը իրարա տալի, կարող է մարդա մեզ վախացնելու համար է եկե, նայ ինչ անում, բարձունքի վրա նայում ենք թե, հե,
Թե այնտեղից Դի մարդ, մարդ, հա։ Կարող է մեզ վախցնելու համար, եկե։ Հետաքրքիր է, եթե մարդա ով է, կարող է մեզ վախցնելու համար, բայց դե հատենց ծառերը, ճյուղերը ջարդում է։ Հիմա մարդ լինի այնտեղից պահկված կնայի մեզ կծիծաղակ, ասի վախեցրեցի։ Մարդ հա, կոնկրետ անասուն։ Տեսել եմ ով է։ Հա։ Ես տեսել եմ ով է։ Երկովոտանի կենթանի է։ Ինչ որ մեզի միտումնավոր վախցնելու տարբերակ է։ Չէ, արջը հիմա կլներ էսյան, կամեյան, դրա ձենը, ձևը։ Նայ, ճյուղը վեկալում, նայ, ճյուղը վեկալում է, բերում է էսյան, նայ, թափատալի քաշում է էյան։ Հենա։ Կանք էս վերևի հատվածը, որ ճղերը իրար էր գալի, արջի ձենը լսեցինք ու չգիտենք ինչի մենք մտածում ենք, որ մարդ է, պաղկված է, մենք էլ ենք կանգնենք այստեղ, մինչև այդ մարդը հլնի։ Հետևորդներ մութը տվեց, մութ գնում ենք տուն։ Այսօր էլ օրներս սենց է անցավ։ Հիմա չգիտեմ վախեցանք, չվախեցանք, բայց մի քիչ վախեցանք էլի, բայց հետո հասկացանք, որ չգիտեմ, ոչ արջ այնտեղից գնաց, ոչ էլ մարդ, մենք էլ եկանք տուն, ինչևից է։ Կոֆե խմողներ, հավաքվեք, եկեք մի հատ համով կոֆե դնեմ ու պատմեմ մանրամասը, թե գլխիս 3 ինչ է եկել։ Եվ բոլորիդ ասեմ բարևներ, հետևորդներ ջան, ինչպես եք, և մի բան կարող եմ ասել, ով ինչ անի, իրեն կանի, հաստատ։ Եվ ասացվածքները հենց այնպես չեն, փոս փորողը ինքն է ընկնում փոսը։ Ուզում եմ պատմել երեկվա դեպքի մասին, հետևորդներ ջան, ուրեմն այնքան նախանձված մարդիկ կան, ես գնալով իրոք համոզվում եմ, անուններ ես չեմ ուզում տալ, ես շատ լավ էլ գիտեմ ով ինչ է շնչում, օդ է շնչում, թարախ է շնչում, ինչ է անում, ուղղակի երեք դե ինձ տեսան, որ ես մենակ գնացի հողամաս, դե 1000 մարդ է տեսնում, որ ես մենակ գնացի հողամաս ու որոշեցին ջուր եմ անում, իհարկե հետո Աշոտը եկավ միացավ ինձ, բայց դե ջուր ենք անում ու ահավոր ձայներ, այն որ չեմ կարա ասեմ, չեր լսվի էլի հեռախոսով տենց ճտճտոց, ջուղերի ճտճտոց ու ուժեղ իրար են տալիս, այնպիսի տպավորություն էր, որ կարծես մի հատ հսկա արջ եկած լիներ այդ տարածքը, մի հատ հսկա արջ, սկզբի առաջի պահից վախեցանք, դե բնականաբար կվախենանք, բայց հետո ասի Աշոտ արի բարձրանանք վերևը, վերևի այդ հատվածից կերևա, թե այդ տարածքում ինչ է,
թաքնված արջ է, ինչ է։ Արջը նախ մեծ կենդանի է ու չէր կարա այնպես անել, որ այդ ճյուղերի հետևը ինքը մնար չերևար, հաստատ մի տեղից դուրս կգար, չէր մնա այդտեղ։ Հետո որ Աշոտը արդեն նկարեց, դե iPhone-ը ավելի լավ է նկարում, մեծացրեց, երևաց ձեռքեր մարդու, որ փայտ է վերցրել, փայտով ճղերը իրար է տալիս, հետո որ մենք ասեցինք մարդ է, արդեն ինքը սկսեց արջի ձայներ հանել, այդ ձայներից արդեն լրիվ մենք հասկացանք, որ իրոք մարդ է, մի երկու ոտանի ապուշ, այսպես կարելի ասել, որ եկել էր մեզ վախցնելու։ Իհարկե, որ մարդ, երբ որ մի բան է լինում, իմանում է ով է անում, ինչի անում, դե մենք կպարզաբանենք, կիմանանք, որովհետև շատ իմանալու տարբերակներ կան, նկարների միջից կարող ենք այնպես անել, որ երևա իմ Աստվածն անի, եթե հանկարծ իմ կասկածած հանձնավորությունն է, ինքը ես ասել եմ կհայտնվի արջի նման, գազանանոցի արջի նման վանդակների հետևում։ Դա հաստատ ես ասում եմ, խոսք եմ տալիս ու չզարմանաք հետևորդներ ջան, հիմա գիտեմ կգրեք, կասեք, ոյ, տենց մարդ կա, այնքան է եղել, որ գնացել ենք, գնում ենք հողամաս կամ մի բան ենք խոսում, պահկված լսում են ճյուղերի հետևից, թե ինչ ենք խոսում, ինչի ենք խոսում, եղել են նման դեպքեր, բայց այն որ չես տեսել, դեմքը չես տեսել, չես կարող բարձրաձայնել, ասել, հենց այդ տեսարանը նրան արդեն բավական էր, ես չեմ ուզում փակագծերը բացել, որովհետև ինքը արդեն տեսել է, ինչ է այնտեղ կատարվում, ովքեր եկան։ Այդքանը հետևորդներ չան, աշխարհը ինչքան լի է չար մարդկանցով եւ դա բնականաբար զարմանալու բան չէ։ Ի սկզբանե, երբ որ աշխարհը ստեղծվել է, Աստված աշխարհը ստեղծել է, եղել է չարու եւ բարու պայքարը, սատանայի եւ Աստծո միջև հակասություններ, ու այդպես չարությունը մինչև հիմա մեր կողքերը պտտում է։ Մարդիկ կարող են բարի բաներ անել, բայց հենց իրենց միջի նախանձը չարը չի թողնում։ Ու չեմ կարա ասեմ, մի օր մենք Աստված տեսնում է այդ ամենը, ես ասեմ, որ չվախեցամ, որովհետև եկել եմ տուն ու հիշում եմ, որ մի անգամ էլ տես ձայներ նկատեցինք, էլի նույն հատվածում ու ես բարձրաձայնեցի, ասեցի, որ այդ հատվածում էր այդ ձայնը ու նորից նույն տեղը ճղերը այսպես պարկացնում, իջացնում, ճիշտ է, մի թեթև քամի էր, բայց քամին չէր կարա ճյուղերը այդտենց դիտմամ ու ճճտոցել ես վեր, ոնց որ են, որ կրակի թեժ կրակի վրա կանաչ մոշի ճյուղեր ես գցում ճճ այդպես այդ ճյուղերի ճճտոցներ ված ենք 100% մենք որ մարդ է սկզբից Աշոտն էլ ես էլ մտածինք արջ է բայց դե մարդ էր որ նկարը մեծացնում ենք երևում է հետևորդներ ջան ահա այսպիսի տականքներով լի է աշխարհը տականքներով լի։ Էլ այդպես է, անշնորհակալ մարդիկ շատ կան, այն որ չգիտեմ, ամեն ինչ անում ես ու անշնորհակալ մարդիկ կան։ Հետո մտածում ես ինչի դրանց համար այդքան բան արեցիր, չարեցիր։ Բոլորիդ հետ էլ նման բաներ պատահում են, նման բաներ լինում է կյանքում, բայց որ հատուկ այդքան տեղ գան ու վախեցնեն, հետո արդեն մենք էլի Աշոտի հետ բարձրացանք վերև, մեր այդ բարձրանալու ընթացքում ես միշտ էդ էի մտածում, որ ինքը ծառերի հետևից տեսնում է, որ մենք այդ բարձունքից իջնում ենք, երբ որ մենք իջանք ներքև, արդեն այդ տականքը բարձրացավ վերև ու գնաց։ Դա պարզ փաստ էր, պարզ բան էր, ես հենց այնպես չեմ ասում,
Եթե արջ լիներ, հաստատ կասեիմ արջեր, սկզբից իհարկե մտածեցինք արջեր, բայց դա դիտավորյալ արած երկու ոտանի ապուշի արած բաներ, բայց դե չվախեցակ, որովհետև այգիներում մարդ կային, մեքենայով բարձրացել էին, որ հելանք բարձունքը մեզնից եկում մեքենայով մարդիկ կային, վախենալու չէր, նրանց օգնությանը կարայինք դիմեինք, նրանց հետ գնայինք տուն կամ բարձրացանք, այն կողմով կիջնեինք, վերևով կիջնեինք, ճանապարհ կար կգնայինք տուն։ Ուղղակի ինձ հետաքրքիր էր, թե ով է այնտեղ, եւ համապատասխան մարդիկ եկան, հենց այդ տեսարանը նրան բավական էր, որովհետեւ հաջորդ անգամ հաստատ կընկնի թակարդը ու ասել եմ արջի նման կհայտնվի գազանանոցի արջի նման կհայտնվի վանդակների հետևում ու այնտեղ թող արջի ձայներ հանի ձեռագիրը ինձ ծանոթ է դու տեսար այնտեղ ովքեր եկան զգույշ եղե այսքանը առավոտ շուտ հետևորդներ ջան